Մայրաթոր Սուրբ Էջմիածնից միայն 2 հոգևորական են հասել Ավստրիայի Սանկտ Փյոլթեն եպիսկոպոսաց հավաքի, որ եպիսկոպոսաց ժողով պետք է կոչվեր։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամ մեղադրյալի կարգավիճակով երկրից բացակայելու արգելքի տակ է։ Նաև նիստերի քարտուղարը 7-րդ հոգևորական է։ Հայաստանի սահմանը հատելու իրավունք չունի նաև ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսը, եւ հենց այս պատճառով ժողովը հավաք դարձավ։ Եկեղեցու կանոնական դավանաբանական որոշումներ ընդունող մարմինն ի պաշտոնե նախագահում է վեհափառ հայրապետը, առանց նրա ներկայության ժողովը ժողով չէ։ Ընդհանրապես դա ֆիզիկական հնարավորությունների բացառման տարբերակով եպիսկոպոսաց ժողովը ինքը մարդկանց հավաքվելու, այսինքն բարձրաստիճան եպիսկոպոսաց դասի, ինչպես նաև ծայրագույն վարդապետների հավաքվելու մթնոլորտի պայմաններում միայն իմաստունի անցկացնել։ Կաթողիկոսի բացակայությամբ այդ մթնոլորտը լիարժեք չի։ Եվ ամենայն հայոց կաթողիկոսը եւ Գերագույն հոգևոր խորհրդի մյուս անդամները միևնույն քրեական վարույթով են անցնում։ Ըստ իրավապահների նրանք խոչընդոտել են կարգալույց հռչակված Արման Սարոյանին, նախկին Գևորգ Սրբազանին, Մայսացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի բավարարմանը։ Օմբուդսմենի արձագանքն է՝ հիմա բոլորս ենք սահմանափակված այս հարցում շատ ավելի կոշտ դիտարկումներ անելու համար։ Ես ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպություն, որը օրենքով սահմանված կարգով գրանցված է, ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպության ներքին շրջանակներում կայացված, իրավաչափ եղանակով կայացված ցանկացած որոշում, եւ ես այն մարդը չեմ, որը որևէ կերպ կարող է միջամտել այդ հարցերին։ Ավստրիական հնագույն քաղաքի կաթոլիկ տարածքում հայ առաքելական Սուրբ եկեղեցու ընդհանուր 25 եպիսկոպոս ու արքեպիսկոպոս է հավաքվել աշխարհի 4 ծագերի հայոց թեմերից, այդ թվում Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքություններից։ Հեռավար, այսինքն առցանց կապով Մայրաթորից չեն միացել, հավաքին չեն մասնակցում։ Տեսակապով մի քանի րոպե միայն Գարեգին II-ն է կապ հաստատել հայրական պատգամը հղելով հավաքի ժողովականներին։ Նույն կերպ իրենց խոսքն են ասել նաև Մեծիտանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը Անտիլիասից, Տեր Նուրհան արքեպիսկոպոսը Երուսաղեմից, Տեր Խաժակ արքեպիսկոպոսը Պոլսից։ Մեր պատմությունն այնպեսին է, որ ինչ նախադեպ ասես կարելի է գտնել սկսած կաթողիկոսների սպանությունից վերջացրած մինչև փոխադարձ հակաթոր կաթողիկոսությունների առաջ գալը եւ եկեղեցու փեղեկման փորձերը, բայց այդ ամեն ինչը ոնց որ տեսնում ենք ամբողջ 1700 տարի հաջողությամբ հաղթահարվել է։ Հիմա այս անգամ հաղթահարվելու է հաջողությամբ թե չէ, դե կտեսնենք, ինչ ասեմ։ Սրանք կարևոր օրեր են եկեղեցու կյանքում, մինչև Սանկտ Փյոլթեն հասնելն օրինակ գրել էր Միացյալ Նահանգների արևելյան հայոց թեմի առաջնորդը, բայց այն, ինչ առանց Գարեգին II-ի նախագահության հիմա կարող են անել եպիսկոպոսաց հավաքին մեկտեղված բարձրաստիճան հոգևորականները, քննարկումներ ու խորհրդակցություններ անցկացնելն է։ Եկեղեցի իշխանություն լարված փոխհարաբերությունների վերաբերյալ որոշումների պետք չէ սпасել, չեն ընդունելու, չեն կարող։ Քննարկումները տեղի կունենան, էլի նույն ձևաչափով ինչ որ ժողովային է, բայց տարբերությամբ որ որոշումներ չեն կայացվի, այլ կարձանագրվի այդ ամեն ինչը ու արդեն կներկայացվի հայտարարության տեսքով կամ ինչ որ այլ տեսքով ամենայն հայոց կաթողիկոսի որպես դիրքորոշում ներկա եպիսկոպոսների։ Եթե պատշաճ համարի Մայրաթորը հարաբարակել հայտարարությունը, ուրեմն ներկա եպիսկոպոսների մասով է հարաբարակելու։ Հրապարակում կլինի Մայրաթորից, պարզ չէ, մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։